Պարոն Հարությունյան, արդեն մենք տեսնում ենք, որ թեև քվեարկությունից երկար ժամանակ չի անցել մեկնարկից, բայց տարբեր ընտրախախտումների մասին են խոսքում, կուտակումների մասին է խոսքը, այն արձանագրումներ եք այս ընթացքում արել, մասնակցության վերաբերել առասարակ ակտիվության մասին ինչ կասեք։ Ուրեմն այդ ընտրախախտումները, որ հայտնաբերել են, ունենք հանձնաժողով, ունենք վստահված անձիկ, նրանք կարձանագրեն, մնացած մասով կասեն, որ դա իրավապահների հարցն է, որոնք որ կբարձրացնենք մենք, եթե ինչ-որ մեծ ընտրախախտումներ կա։ Մասնակցության մասով էլ նոր եմ մոտենում ընտրատեղամասին, ընթացքում կհասկանամ ինչպիսի մասնակցություն։ Պաստառներ կան աչուձախ ընտրատեղամասերի կողքը փակցված Կարգիշտի Մեխակյանի պաստառներից, օրինակ Դողս գյուղում այս տարածքում դուք նկատել եք, ոչ միացում շատ կային։ Մեր ընտրատեղամասին մոտ պաստառներ չունենք, որ ոչ մի տեխնացու չունի։ Պարոն Հարությունյան, շանսերն ինչպես եք գնահատում։ Բարձր, շատ լավ։ Հետաքրքիր է, բայց այսօր որ տեխնացուին մոտեցանք նույնն ասած, ինչ է կարծում։ Դե բնականաբար բոլորն էլ նույնը պետք է ասեն, բոլորն էլ ունեն ակնկալիքներ, ամեն դեպքում ընտրության արդյունքները ցույց կտա, թե որ մեկը սա ճիշտ մեր ասածի։ Պարոն Հարությունյան, իշխանությունը ստեզ ընդդիմությունը, թե այս պահին գործող իշխանությունը, այսինքն քաղաքացիական պայմանագրին հաղթել, թեկուզ ընդդիմադիր բոլոր ուժերով միասին կհաջողվի թե չէ, այդ ձերի տարկումը ասեք ու մի հարց էլ այդ առումով։ Մենք հայտարարել ենք, որ ընդդիմադիր դաշտի հետ մենք պատրաստ ենք բանակցությունների, իսկ մեր այս պահի դրությամբ մեր առաջնային խնդիրը մենք մեզանով իշխանություն վերցնելն է։ Իսկ բանակցությունները որն են, որ կոալիցիոն իշխանություն կազմում եք, թե ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին, մյուսներ իրենց ձայները տան, ոնց եղավ Գյումրու դեպքում։ Մինչև օրս նմանատիպ խոսակցություն չենք ունեցել, մինչև օրս չենք նստել սեղանի շուրջ, ձեր ասած, չենք որոշել ոնց հալնելու, որովհետև ամեն մեկս էլ մեր հերթին ունենք մեր ակնկալիքներ, իսկ ակնկալիքները ցույց տալուց հետո ժողովուրդը իր քվեով ցույց կտա, նոր մնացած Պարոն Հարությունյան, մենք այսօր տեսնում ենք, որ միայն այն, որ քվեարկության միջոցով ընդդիմությունը հաջողվում է, հա, այնտեղ տեխնացու առաջադրել ընդդիմադիր, միայն դա երաշխիք չէ, որ իշխանությունը իրենք այդտեղ կպահպանեն։ Մենք տեսնում ենք Գյումրիի օրինակը, Վանաձորի օրինակը, որ քվեարկությամբ հաջողվում է իհարկե իշխանություն վերցնել, բայց այ պահպանել չի հաջողվում, տարբեր քրեական վարույթներ գործել։ Ոչ մի բան հավերժ չի, ոչ մի բան հավերժ չի, պաշտոնն էլ հավերժ չի, ինչ որ տեսել ենք, բոլորս ենք տեսել, իսկ մեր մասով ժամանակը ցույց կտա։ Իսկ օրինակ ձեր դեմ ինչ-որ բաներ կան, կոմպրոմատներ կարողանան հետագայում ներկայացնել։ Չէ, մեր դեմ չեն կարա, մենք մաքուր մարդիկ ենք, մենք խնդիր չունենք։ Բայց պարոն Հարությունյան, տեղեկություն տարածվեց, որ ձեր եւ ձեր տեղեկությունները մենք ինքներս ծանոթացել ենք, մենք ինքներս իմացել ենք կայքերից, լրատվամիջոցներից, մամուլից, մեզ միջ օրս ոչ մի ծանոթություն չի եկել, միջ օրս ոչ մեկ մեզ չի հանդիպել եւ դա մամուլի, այսպես ասած, տեղեկությունն է, որ մենք տիրապետում ենք։ Ընտրվելու դեպքում ինչպես եք աշխատելու, ինչպես եք շարունակելու, ինչից եք սկսելու եւ կամ ձեր զրոյական կետը կա։ Ընտրվելու դեպքում սկսելու ենք հաջորդ օրվանից աշխատելը եւ այն ամենը, ինչը որ խոսք ենք տվել, աշխատելու ենք դրա, այսպես ասած, մեր խոսք տվածները, որ գործով ապացուցենք մեր կետից չեք սկսել, չէ՞, ասենք քանդեք ամեն ինչ բանակցություն չկա բարի։ Իհարկե ոչ։ Դուք դիմում եք ներկայացրել ՀԿՊ-ի խախտումների հետևություն։ Դիմումի հետևանքների, որովհետև իրավապահները ուսումնասիրություն էին սկսել, դրանց արդյունքների մասին տեղյակ եք։ Արդյունքները մենք դիմում էինք ներկայացրել, որ խախտումները շատ են, որպեսզի թույլ չտան քաղաքացիական պայմանագիրը մասնակցի ընտրություններին, բայց թույլ տվեցին։ Բայց մասնակցեցին։ Եվ մի հարց էլ, ասացիք, գործակցելու հնարավորություն կա որևէ քաղաքական ուժ, որի հետ որևէ կերպ ձեռքսեղման չեք գնա, որևէ կոալիցիոն կամ այլ համաձայնության չեք գնա։ Մենք բազմիցս նշել ենք, որ քաղաքացիական պայմանագրի եւ նրան սատարող ուժերի հետ այդ ուժերը որոնք են, էլի արդեն պետք է բաց խոսել։ Այդ ուժերը Էդի արդեն, այսպես ասած, ցույց կտա ընտրության արդյունքները, ովքեր են այդ ուժերը։ Բնական կարող հանրապետության ձեռքը սեղմեք, հետո ասեք չգիտեի, որ սա տարում է ԿՊ-ին։ Չէ, չի կարող։ Իդեպ հանրապետությունն ասել էր, որ ԿՊ-ն է իրեն միանալու, ստացվում է ինչ անում։ Այդ մի խոսքը պետք է ինքը ավելի շատ ձայն ունի, քան բանը ԿՊ-ն։
Դե այդ հարցերը իմ կարծիքով իրենց, որտեվ դա իրենց, այսպես ասած, կուխնյան է, ես չեմ ուզում խառնվեմ իրենց ներքին կուխնյային։ Այդ հարցերը իմ կարծիքով իրենց պետք է տակ ոչ թե ինձ։ Իրենք գիտեն, չէ, իրենց տարածք ես չեմ ուզում։ Պարոն Արությունյան, մի բան էլ, տենց բոլորս գործընկերից հարցեր, բոլորը տենց վստահ եք ասում եք, որը հաղթել են, հիմա վերջը օրինակ մենք ոնց մտածենք ժամուտից հետո որ բացեն քվեարկները ավելի շատ ում ձայներն են, ավելի շատ ում շանսեր են մեծ կլինի։ Դե արդեն մեր մարդ տեսակի, մեր մաքրության, որ մենք մաքուր մարդիկ ենք, ովքեր որ մեզ ճանաչում են, այդ ամեն ինչը կփաստեն, որ մենք խնդիր Հիմնականում գյուղական բնակիչներ են ձայն տալու։ Ինչ է։ Ձեզ հիմնականում գյուղական բնակիչներ են ձայն տալու, հաշվի առնելով, որ դուք համայնքապետ եք եղել երկար տարիներ։ Մեզ ընդհանուր ձայն են տալու վաղաշաբաթ խոշոր ասված համայնքի բնակիչներ։ Ձեր գյուղում կհավատեք, շատ ձայն կհավատեք։ Աստված առաջ։ Իսկ կան վախեր։ Տպավորությունը երեկոյան պարզ կլինի։ Ընդդիմադիր ուժերից ֆավորիտ տեխնիկան դուք եք, թե օրինակ Սևակ Խաչատրյանը կամ Խաչիկ Մանուկյանը։ Ես ոչ մեկին ոչ ուզում եմ թերագնահատեմ, ոչ էլ ուզում եմ ինչ-որ մեկի ուժով, այսպես ասած, հպարտանամ կամ ուրախանամ։ Մենք մեզ գիտենք, մենք մեր ուժը գիտենք, մենք միայն մեր մասին կարանք տեղեկություններ տանք ձեզ։ Դետվեք։ Մեր մասով էլ ես ասում եմ, որ մենք հաղթելու ենք։ Շատ լավ, շնորհակալություն։ Հաջողություն շնորհակալ։ Արգելի հստատիտողներ, այս պահին 14:34 ընտրատեղամասում Դողս գյուղի մշակույթի տանը իր քվեարկությունն է կատարում Այր Հայաստան կուսակցությունների Մայր Հայաստան կուսակցության համայնքապետի թեկնածու Գրիշա Հարությունյանը։ Գրանցված
Կանոնեք այդ զորավարշապատը ինքներդ կառուցել, ստեղծել։ Այո, իհարկե։ Պարոն Հարությունյան, երբ որ Պարոն Հարությունյան, երբ որ դուք ընտրվեք համայնքապետ, եկեղեցու դեմ արշավանքների մասով ձեր դիրքորոշումն ինչպիսին է լինելու։ Օրինակ, որ ձեզ դիմեն, ասեն թույլ տվեք, օրինակ, որ գանք Վերհարանը գրավենք, միտինգ անենք Վերհարանի դեմ, դուք որպես քաղաքապետ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Մայր Հայաստան կուսակցությունը սատարում է հայ առաքելական եկեղեցուն եւ մենք կանգնած ենք եկեղեցու կողքը։ Պարոն Հարությունյան, բայց այսօր իշխանությունները այսպես ընտրությունները պրոյեկտում են նաեւ այս եկեղեցու դեմ արշավի վրա, օրինակ ասում են այ կտեսնեք մարդիկ մեզ կգնան ձայն կտան ու դա եւս մեկ ոնց է մենք գիտակցելով ենք գնացել այս ամեն ինչին։ Այսօր որ մասնակցում ենք Վաղաշապատ խոշորացված համայնքի ընտրություններուն, միանշանակ մենք գիտակցելով ենք գնացել եւ չենք սատարում նրանց, ովքեր որ պիտի հարձակում կատարեն հայ առաքելական եկեղեցու դեմ։ Այսինքն պատրաստ եք նաև նրան, որ եթե ընտրվեք ձեր նկատմամբ մենք միշտ մեր հայ առաքելական եկեղեցու կողքն ենք, անկախ ամեն ինչից, անկախ ձեր նշած գործ սարքելուց, չգիտեմ ինչից։ Մենք սատարում ենք մեր եկեղեցուն։ Անկախ նրանից կաթողիկոսը զավակ ունի, չունի, այդ մեղադրանքները կհաստատվեն, չեն հաստատվի։ Ժողովուրդ, անկախ նրանից, ով ինչ ունի, չունի, մենք մեր եկեղեցու կողքը կանգնած ենք։ Ես չեմ կարծում, որ պետք է ինչ-որ անձնական նայել այդ հարցին։ Հարությունյան, միգուցե հարցը պետք է ներողություն առաջնահերթով կապված կոալիցիայի հետ կապված, դուք ընդդիմադիր որ դաշտի հետ եք, որ ուժերի հետ եք պատրաստ կոալիցիա կազմել։ Մենք նշել ենք այն ուժերը, որոնք իրականում ընդդիմադիր են, մենք պատրաստ ենք։ Չենք բացառում մեր կոալիցիա կազմելը։ Գյումրիում տեղական քննարկում եղավ, չգիտեմ, համ ի վերջո ընդդիմությունը հիմա են ասում, որ դիպված ձայնը տվեցին, եթե չտայինք ասելու էին չենք տալիս։ Այ կա ուժ, որին անվերապահ կա, որի հետ անվերապահ կգործակցեք։ Ընդդիմության մեջ չէ, առայժմ չունենք նմանատիպ ուժ, որ այսպես ասած անվերապահորեն մենք չունենք նմանատիպ։ Մենք դիտարկում ենք ընդհանուր ընդդիմությանը մի ուժ է սպահին, այսպես ասած, այն ուժերը, որոնք որ իրականում ընդդիմադիր են, մենք նորից եմ շեշտում, չենք բացառում մեր համագործակցությունը։ Ժողովուրդ, այդ ամենի մասին մի քանոր ուժ։ Իսկ եթե այդ փնտրտուքի մեջ ի վերջո չկարողանաք կողմնորոշվել, հնարավոր է ընդդիմությունը տապալի թեկոս իշխանությունը վերցնելը, եթե միասնական ուժերով հնարավորություն ունենա առավել ձայներ ունենալ, սակայն փնտրտուքը չստացվի, ու ստիպված կպնդառնա այդ իշխանությունը։ Մենք բոլորս գնում ենք ընտրության եւ ունենք մի նպատակ։ Իսկ ձեր ասածը ես բացառում եմ, որ մենք չկարողանանք ինչ-որ համաձայնության գանք։ Իսկ նախընտրական քարոզության ընթացքում հնարավոր խախտումներ, ճնշումներ նկատել եք եւ այսօր արդեն ձեր վստահված անձիկ ինչ են հաղորդում շտաբերի տեղամասերից խախտումներ կան։ Ես ճիշտ ասած հələ չեմ գնացել մեր շտաբ, իսկ մեր մոտ ստեղ առայժմ այտենց ընտրախախտումներ չեն արձանագրել։ Բայց կարծես թե իսկ նախընտրական քարոզության ընթացքում Պասիվը չեմ կարող ասեմ, պասիվ է թե չէ, օրը նոր է բացվել, ցույց կտա էլի ժամանակը։ Շնորհակալություն։ Հաջողություն ձեզ։